Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 4-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Հուսով եմ այստեղ ավելի լավ է, երեկոյան ժամ է, գալիս եք տուն աշխատանքից, թվում ավելի հավես է։ Եվ եթե ինչ-որ մի բան ձեզ հետ չի համապատասխանում կամ լիարժեք չի ձեր կանխատեսումը, ապա կարող եք նաև նայել ամսվա նշանը, նույն ալիքում կարող եք մտնել ալիք եւ նայել այնտեղ նաև մեկ այլ տեսանյութեր են լինում, որոնք եւս էլի կարող են ձեզ հետաքրքրել։ Եվ տեսնենք, թե ինչ է սպասվելու այդ օրը մեզ բոլորիս։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 4-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ եւ կհուզվեք, միգուցե վաղուց չեք տեսել իրեն, դրա համար եք հուզվում։ Ձեր ցանկությունները կկատարվեն այդ օրը, չեք հասցնում բոլոր գործերը անել, նաեւ օրվա ընթացքում կպարկեք հանգստանալու, միգուցե դա է։ Պատճառը, որ չեք հասցնում, դա նաեւ կարող է լինել ինտիմ հարաբերություններ։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք գորգռալ, կարող եք վիճել, միգուցե ձեր ընկերոջ հետ եք վիճում, այստեղ չեմ կարող հստակ ասել, բայց ամենայն դեպս կամ տուն եք մաքրում, քրտնում եք, սառում եք, կամ վեճեսա ընկերոջ հետ, եւ կամ ինչ-որ մեկի հետ, եւ հետո կարող եք ձեզ վատը զգալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Ժամերի մոտ այնտեղ կա գրված, դրան ընդհանուր չասեմ։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 4-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոչ է մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք, նաև փաթեթ կողեք ստանալ կամ փաստաթղթեր են այստեղ կամ ստորագրում եք կամ ինչ-որ գործողություններ եք անում իրենց հետ, նաև հանկարծակի լուր կլսեք, սեղանի շուրջ եք նստելու, որից իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս այդ ամիս եւս կկատարվի, կամ նոր է սկսում, կամ նշում եք, կամ ավարտվում է, օրինակ կա վերջին վարկի օրներ այդ օրը տվեցիք եւ նշում եք, որ ավարտեցիք վարկը։ Եվ նաեւ այստեղ հյուր ունեք կամ դուք կգնաք հյուր եւ օծեր, բամբասանք, նախանձ, չար մարդիկ, չար լեզուներ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 4-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, նաև օծեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ, այստեղ կամ եթե ինչ-որ մի գործ կանգնել էր գումարի հետ էր կապված, ապա գումարը կստանաք, ոնց որ նոր էլի կսկսեք անել այդ գործը, կամ դիմում եք, որպեսզի գումար տան, որ նորից էլի շարունակեք իրենց գործը անել։ Եվ հրավերք ոչ է առիթի այդ օրը կամ դուք կհրավիրեք կամ ձեզ կհրավիրեն եւ հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր գործ հաջողությամբ կավարտեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 4-ին։ Բոլորին կա այս օծերը, հա։ Ակտիվացել են օծերը։ Հարգելի նապաստակներ, այդ օրը օծեր կան, բամբասանք, խոսակցություններ, չար վերաբերմունք ձեր նկատմամբ, եւ այստեղ ոմանք հուզված են
որովհետև գնալու են ժամադրության, ոմանք իրենց հարազատներին կհանդիպեն, դրա համար եք հուզվում։ Հյուր ունեք կամ դուք կգնաք հյուր կամ ձեր տուն կգան, երջանիկ կլինեք, ինչ որ բան է ձեզ երջանկացնելու այդ օրը, հանդիպում ունեք եւ ինչ որ գործեր են, որոնք որ չեք հասցնում ավարտել եւ դա ձեր ձեռքից գնում է կամ չեք հասցնում ոնց որ որոշում կայացնեք, ուզում եք արդյոք դա անեք թե ոչ, հա դրա համար այդպես ինչ որ որոշում եք, դա ձեր ձեռքից գնում է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 4-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Ճանապարհ եք գնալու կամ իրենք ձեզ մոտ կգան, նորություն կլսեք կամ տեղեկատվություն է սա ինչ որ նամակագրական կապ է կամ փաստաթղթերի հետ կապված աշխատանք է։ Կամ դա է ձեզ հիասթափեցնում, հա ինչ որ մի բան է ամենայն դեպս օրվա ընթացքում, որ կամ ինչ որ մեկից եք հիասթափվում, ինչ որ բանից եք հիասթափվում, կամ սա նաև տխրություն է։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 4-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ինչ որ մի բան է ձեզ ցավեցնում, չգիտեմ ինչն է, տհաճ պահեր կան այստեղ, վեճ կա, միգուցե դա է։ Ոմանք կարող են տուն մաքրել նաև այդ օրը։ Տան հետ կապված իրադարձություններ կան, միգուցե տեղափոխվում եք, միգուցե դա է, հա ինչ որ մի բան են ասում տան հետ կապված։ Նաև դա կարող է լինել առիթ, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին։
Եվ ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, որ պետք է հանդիպեք կամ ընդհանուր այդ առիթին է վերաբերվում։ Եվ իհարկե այստեղ հեռախոսազանգ ունեք։ Դա հաճպահերը արդեն ասացի, երևի թե այդ ամբողջը իրար հետ է կապված։ Դա հաճպահերից եք ցավ է տալիս դա եւ վիճում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին ապրիլի 4-ին։ Հարգելի ձեր, այդ օր ինչ-որ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք ի վերջո, կպրծնեք դրանից, վերջնական որոշում կկայացնեք, նաև կարող եք ծախսեր անել այդ օրը, կամ ինչ-որ բաներ պետք է վճարեք, կամ մեկի հետ գումարի մասին կխոսեք։ Այստեղ ինչ-որ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաև դա կարող է լինել նոր սկսվող մի բան կամ ավարտվում է դա։ Եվ սեղանի շուրջ եք նստում, միգուցե նշում եք դա, կարող է շատ կարևոր է ձեզ համար։ Օձեր կամ բամբասկոտ մարդիկ, չար մարդիկ, գաղտնիք կբացահայտվի այդ օրը եւ հուզվում եք։ Չգիտեմ ինչից, միգուցե գաղտնիքն է պատճառը, հուզվում եք, նաեւ կարող եք արտասվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին, նաև ոչխարներ է կոչվում ապրիլի 4-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ։ Ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, այդ օրը ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Վերջնական որոշում կկայացնեք, վերջնական կավարտեք ինչ-որ մի բան, եւ դա է հենց հաղթանակը ձեր կողմը։ Եվ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Կամ այն ինչ որ ասեցի, միգուցե դա հենց կապված է առողջության հետ, ինչ-որ մի բան կարողանում եք հաղթահարել եւ այլն, ինչ-որ պահեր են այստեղ։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 4-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, նաև սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին կսպասեք, ինչ-որ բանի կսպասեք, օրվա ընթացքում կամ կցանկանաք պարկել հանգստանալ, կամ հենց իրոք կպարկեք հանգստանալու, նաև ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ են։ Ինչ-որ բանը ձեզ երջանկացնելու այդ օրը երջանիկ կլինեք, հանդիպում, ժամադրություն սա, ոմանց համար սիրային, ոմանց համար իրենց հարազատ մարդկանց հետ կհանդիպեն, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ մարդկանց հետ, մարդու հետ, միգուցե դա սա է, կամ ցույց է տալիս ձեր երկրորդ կեսի հավատարմությունը ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 4-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը նորություն կլսեք, նաև ինչ-որ միտեղ կգնաք ժամերով կմնաք, այդտեղ ժամի հետ կապված կամ փոփոխություն տեղի կունենա, կամ ինչ-որ մի բան է, որ նաև դուք ինքներդ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր արեք։ Միգուցե ժամի հետ է կապված, միգուցե ուզում եք ժամ փոխեք կամ նման ինչ-որ մի բան, դեռ մի շտապեք։
Եվ այդ օրը նաև նորություն կլսեք, միգուցե գումարի հետ է կապված, կարող է նաև սուտ լինել դա։ Պետք է ուշադիր լինեք, կամ ասում են գումար ենք փոխանցել, այդպես, բայց այդ գումարը դեռ չկա։ Համենայն դեպս ուշադիր եղեք։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է անեք այդ օրը։ Լինի դա հիվանդանոց, բանկ եւ այլն, յուրաքանչյուր տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ օրը ձեր ձեռքում է, այստեղ սա նաև կա։ Օրը ձեր ձեռքում է, ձեզ այն շատ բան է կախված։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 4-ին։ Հարգելի շներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ կամ հարցազրույցի գնաք, դա կարող պատվերել նաև ձեզ։ Այստեղ թաքուն գործողություններ են, թաքուն սիրավեպ է, հեռախոսազանգուն եք այդ օրը նաև, տատանվում եք ինչ-որ մի հարցի հետ կապված ծանր ու թեթև եք անելու, ընտրության առջև նաև կանգնած կլինեք և վերջ։ Այլևս ոչինչ չկա։ Եթե քիչ էր, կարող եք նաև լսել ձեր ամսվա նշանը։ Այսքանը ձեզ համար, այստեղ նաև տունն է կա, տան հետ կապված իրադարձություններ են այստեղ, և կարող է առիթ է, ծնունդ է և այլն, կամ տեղափոխվում եք, ինչ-որ գործողություններ եք կատարում տանը, վերանորոգում եք սկսում, եթե շոկ է ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խոզերին, նաև վարազներ է կոչվում։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 4-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում, այդ օրը հույսով լցված եք, հույսներ դել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, նաև տխրում եք, հիասթափվում եք, կողոդե է, հա, ինչ-որ մեկի վրա եք հույսներ դել եք դնում և նա չի արդարացնում ձեր հույսերը։ Ինչ-որ բանից տխրում եք, այստեղ նաև կա բաժանում, հեռացում, սեղանի շուրջ եք նստելու, նաև այդ օրը գաղտնիք կբացահայտվի, այդ բաժանումը կամ հեռացումը դա կարող է լինել նաև թե ապրանքի, ոնց որ արեցիք, տվեցիք հաճախորդին և վերջում իրայից ոնց որ բաժանվում եք։ Նաև այդ օրը ոմանք ճանապարհ կգնան կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։